Ցայք հեռուստաընկերության եւ ռադիոյի ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, բարև ձեզ։ Նորությունների նախ համառոտ ծանոթացեք։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատախիսի զորամասում զինծառայողներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոփյանի եւ Ռազմիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Կայացել է Շիրակի մարզպետարանի Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության տնտեսության խթանում հարավային Կովկասում ծրագրի համագործակցությամբ կազմակերպված զբաղվածության ֆորումի հիմնադիր հանդիպումը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Թումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունների մասնագետները դեկտեմբեր-հունվար ամիսներին վիրահատություններ կկատարեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Շիրակի մարզում գործընթացը կազմակերպվել է Գյումրու բժշկական կենտրոնում։ Ընդամենը 7 ամիս է, ինչ Գյումրիում գործում է թայլանդական բռնցքամարդ մարզաձևը, հիմնադիր մարզիչն է երիտասարդ մասնագետ Հակոբ Պետոյանը։ Մինչ օրվա լրատվությանը անդրադառնալը նշեմ, որ դեկտեմբերի 4-ի վաղ առավոտից պայմանավորված պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացմամբ Ցայք մարզային հեռուստաընկերությունն ու ռադիոյի Գյումրի ռադիոկայանը եթեր չեն հեռարձակել իրենց ծրագրերը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը եւ տեղեկացնում, որ հեռուստաընկերությունն ու ռադիոկայանը անցել են աշխատանքային բնականոն ընթացքի։ Եվ այսպես խորհրդարանի թափուր երկու տեղերի համար թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայացած ընտրությունները չեն բողոքարկվել և ճանաչվել են վավեր։ Այդ փաստը արձանագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կայացած արտահերթ նիստում։ Նախնական արդյունքների համաձայն ազգային ժողովի падգամավոր են ընտրվել հանրապետականներ Ռոբերտ Սարգսյանը և Արման Սահակյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ այս երկու ընտրատարածքներում կայացած ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013 թվականի պետական բյուջեի ազգային ժողովում վերջնական տարբերակի քննարկման ամփոփման ժամանակ նշել է, որ հաջորդ տարվա բյուջեի յուրաքանչյուր լուման ծախսվելու է ըստ նպատակի։ Նրա խոսքով ազգային ժողովում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է անելիքների ընդհանրական տեսլականը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եկամուտների հատվածը դա կառավարության կանխատեսումներն են եւ իրենք պատրաստ են դրանք այսուհետ ավելի մանրակրկիտ քննարկել ազգային ժողովի հետ։ Ծախսերի մասով ըստ նրա իրենք համամիտ են ընդդիմախոսների հետ առայն, որ ծախսերը պետք է լինեն առավել արդյունավետ։ Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ ստվերային տնտեսության կրճատման ուղղված իրենց քաղաքականությունը շարունակելու են եւ այս հարցում պատրաստ են շարունակել երկխոսությունը։ Նշեմ սակայն, որ ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, Ժառանգություն խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ազգային ժողովի ներկայացված 2013 թվականի պետական բյուջեի նախագծին։ Այս մասին բյուջեի 2013-ի վերջնական տարբերակի քննարկմանը հայտարարել են խմբակցությունների ներկայացուցիչները։ Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության տնտեսության խթանում հարավային Կովկասում ծրագրի համագործակցությամբ կազմակերպված զբաղվածության ֆորումի հիմնադիր հանդիպումը։ Ֆորումին ներկա են գտնվել Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները, տարբեր ոլորտներ ներկայացնող գործատուններ, հասարակական կազմակերպությունների անդամներ եւ այլոք։ Շիրակի մարզում իրականացվեց զբաղվածության ֆորում։ Նպատակը մարզում գերակա ուղղություններում աշխատուժի պահանջարկի դինամիկան եւ առաջարկի ու պահանջարկի համապատասխանության ու համադրման խնդիրների բացահայտումն ու քննարկումներ։ Այս նպատակով կլոր սեղանի շուրջ հավաքվել էին շահագրգիռ կողմեր, որոնք կարևոր դերակատարություն ունեն տնտեսության զարգացման համար։ Ֆորումը ենթադրում էր երկխոսությունների միջոցով նպաստել զբաղվածության խթանմանը։ Մեր մարզում սրա աջակցման նպաստել է GIZ գերմանական կազմակերպությունը, նախապես բավական աշխատանքներ իրականացվել, մասնագետներ են համակարգող խմբեր, նախաձեռնող խմբեր են վերապատրաստվել։ Սա մեր մարզում առաջինն է, սրա նախադեպը ունեն Վայոց-Ձորում եւ Տավուշի մարզում, հիմա նոր ֆորումներ իրականացվելու է Շիրակի մարզում եւ Լոռիի մարզում։ Սրանք գործիքներ են, որ հետագայում օգտագործելու են, կարողանալու են համախմբված աշխատել։
Մի քանի ամիս առաջ Գերմանիայի միջազգային համագործակցության մասնավոր սեկտորի զարգացումը հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում ծրագիրը նախաձեռնել էր Հայաստանի 4 մարզերում 4 ենթավորտային ձեռնարկությունների հետազոտություն։ Ընտրվել են Տավուշը, Լոռին, Վայոց ձորը եւ Շիրակը։ Հետազոտվել են սննդի վերամշակման եւ զբոսաշրջության ոլորտներն իրենց ենթավորտներով։ Ուսումնասիրությունները միտված են եղել նշված ոլորտների ձեռնարկությունների քարտեզագրմանը եւ աշխատողների հմտությունների աուդիտին։ Ամենադժվար համալրվողներից են տեխնոլոգի զբաղմունքը, լաբորանտի զբաղմունքը, վարպետ, կաթնամթերքի վարպետի զբաղմունքը։ Սրանք կրկնում եմ ընդհանրական են, այն առանցքային զբաղմունքներն են, որոնք կարող են եղանակ փոխել ձեռնարկությունում, առանց լավ լաբորանտի կամ տեխնոլոգի ուղղակի պարզապես հնարավոր չի որևէ նորմալ արտադրություն կազմակերպել։ Նմանատիպ բնականաբար կառուցված են նմանատիպ արժեշղթաներ բոլոր տիպի ձեռնարկությունների համար։ Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 9412 է, որոնցից 6757-ը կին։ Սրանք խոսուն թվեր են եւ վկայում են այն մասին, որ աշխատաշուկայում կանանց առաջարկված աշխատատեղերը ավելի քիչ են։ Ֆորումի մասնակիցները նշում են, որ աշխատաշուկայում թափուր աշխատատեղեր կան, որոնց համար սակայն չկան համապատասխան մասնագետներ։ Երբեմն էլ մարդիկ չեն ուզում սկսել ցածր աշխատավարձից։ Կա նաև հոգեբանական խնդիր, թե ինչքանով է պատրաստ մասնագետը աշխատելու եւ ուզում է արդյոք աշխատել, նշում են ֆորումի մասնակիցները։ Ցանկալի կլիներ, որ Գյումրիում լիներ մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, ովքեր որ կաշխատեին աշտեն դպրոցահասակ երեխաների հետ, բարձրաստիճանացիների հետ եւ կփորձեին իրենց բացատրել աշխատաշուկայի ներկայիս վիճակը, որովհետեւ երբ որ շփվում ենք դպրոցահասակների հետ, հասկանում ենք, որ իրենք դեռևս չեն կողմնորոշվում, ինչպիսի մասնագիտություն ընտրել եւ ընտրում են կամ կողքի ընկերոջը նայելով, կամ այն մասնագիտությունները, որտեղ որ իրոք շատ եւ դիմորդներ կան եւ ուսանողներ եւ շրջանավարտներ։ Անցկացվող ֆորումը նպատակ է հետապնդում նաև Շիրակի մարզի տնտեսության տարբեր հատվածների ներկայացուցիչներին իրազեկել զբաղվածության ֆորումի դերի մասին, որոշել առաջիկա ֆորումի թեման ու նպատակը։ Մասնակիցները մեծ ակնկալիքներ ունեն ֆորումի արդյունքներից։ Ընդհանուր համագործակցության եզրեր գտնենք, ինչպես նաև բացահայտենք մեր Շիրակի մարզի գործազրկության պատճառները եւ կարիքները եւ ունենանք հիմնական արդյունք։ Պետք է հետո կարողանալ համապատասխանեցնել առկա աշխատատեղերը եւ գործազուրկներին առկա գործազուրկների կարողությունները եւ կարծում եմ վերջին հաշվով պետք է նաեւ նպաստ լինի ընդհանրապես բիզնես ոլորտին, այսինքն ընդհանուր փոքր միջին բիզնեսի զարգացումը եւս պետք է լինի ֆորումի խնդիրներից մեկը։ Ցայք հեռուստաընկերություն, Ազդարար։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հիմնական նպատակը մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքի նվազեցումն է։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին մասնագետները վիրահատություններ կկատարեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Շիրակի մարզում գործընթացը կազմակերպվել է բժշկական կենտրոնում։ Վարկես, սավանգալիներ կտրոս կերետազոտեք, նոր կերևել ինչա պետք անցնես։ Նախնական սենց նայելով, կես պետք է վիրահատություն։ Վիրաբուժական, անգիովիրաբուժական, նյարդաբանական, քիթ-կոկորտի, սրտաբանական եւ այլ հետազոտությունը Շիրակի մարզի բնակիչները հնարավորություն ունեն անցնելու անվճար հիմունքներով։ Գործընթացն իրականացվում է Գյումրու բժշկական կենտրոնում։ Նախկինում հիվանդները տեղափոխվել են Երևան եւ հետագա բուժումը վիրահատությունը կազմակերպել է Երևանում։ Այսօր ունենալով այս հնարավորությունները եւ սարքավորումները որոշվում է, որ պաստառների օրը կազմակերպելուց օրինակ մեր բժշկական կենտրոնում հետազոտելուց ու ճշտելուց իրենց արդեն ախտորոշելուց դիագնոզը հիվանդներին մենք ոչ թե ուղեկցում ենք Երևան, ուղղորդում ենք Երևան, այլ մենք տեղում կազմակերպենք եւ բուժումը եւ վիրահատելը կլինի Գյումրի բժշկական կենտրոնում։ Գլխավոր բժիշկները կարողանում են հավաքագրել հիվանդներ, որոնք սպասում են մեր այցին, մեր մուտքի հետ միաժամանակ արդեն հիվանդները սկսում են հսկվել, նայվել բժիշկների կողմից խորհուրդ, բուժում եւ այլն։ Եթե ծանր հիվանդապետ կա անհրաժեշտ է վիրահատություն կամ կարիք ունի Երևանի պայմաններում բուժվելու, խորհուրդ ենք տալի տեղափոխել մեզ մոտ։ Գրեթե բոլոր մասնագետների մոտ այցելուների թիվը մեծ է։ Սա պայմանավորված է մարզի բնակչության անվճար ունակ լինելու հանգամանքով։ Մարդիկ մշտապես ունենալով առողջական խնդիրներ բուժօգնության չեն դիմում, համապատասխան վճարումն իրականացնելու անկարողունակության պատճառով։
Մինչև կստանագը ոսկորին չհասնի չես կա։ Ստիպած եկել ենք։ Այն որ մասնագետի մոտ եկել։ Սրտապանի մոտ եմ մտել։ Սրտի հիվանդ եմ եղել։ Բուժվել եմ, հիմա էլ կանչել են ստուգման, ընդամենը նորից։ Սրտաբանի մոտ շատերն են եկել։ Խնդիրն առկա է 40-ից բարձր տարիք ունեցողների մոտ։ Մեծ է նաև քիթ կոկորտի հետազոտության ու վիրաբուժական միջամտության կարիք ունեցողների ենթակա հիվանդների թիվը։ Մասնագետը որոշ հիվանդությունների առաջացումը կապում է առողջական խնդիր ունեցողի աշխատավայրի եւ աշխատանքային պայմանների հետ։ Նույն գործոնները նաև պատճառ են դառնում ալերգիաների առաջացման։ Ալերգաբանի այցը կարևորվում է հատկապես քանի որ Գյումրիում նման մասնագետներ չկան։ Մոտարապես 40% ժողովրդն հիվանդներ ալերգի ունեն։ Կարող է թաքնված ալերգի, կարող է ուժեղ զարգացված, բայց ալերգիա կա։ Վատ բան ալերգի, որպեսզի ալերգիա առաջացնում է ուրիշ հիվանդություններ ու դարձնում է այդպիսի հասկացողության, այդպիսի հիվանդություն կոչվում է պոլիմորբիդոզ։ Շիրակի մարզի համար ալերգիայի առաջացման պատճառ է համարվում եղանակային խիստ պայմանները, տաք ու փոշոտ ամառը, որին հաջորդում է ցուրտ ու չոր ձմեռը։ Գարոնը որ սկսում է, ինչ որ աճում է, փոշ դառնում է, մարդու համար ուժեղ ալերգիան։ Աղա մարդու համար դե անպայման օրը ընթացքում մարդի ուտի մոտարապես 1.5-1.9 գրամ, ոչ ավել։ 55-ից 60-ից հետո մարդ չպետք է ուտի կաթնամթերք, որպեսզի մեզ մոտ ուժը այդ ֆերմենտներ ով մարսում են այդ կաթնամթերք, մենք ուժը չունենք անցավ։ Նրանք, ովքեր այս ծրագրի շրջանակներում անվճար անցել են բուժզննում եւ կարիք է առաջացել հետակա ստացիոնար բուժման կամ վիրահատության, կսպասարկվեն նույն հիմունքով։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է Սիբիրյան խոցին բնորոշ աղթանիշներով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10 լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամլոյցարայությունից։ Ըստ նախարարության Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են։ Հիշեցնենք, նոյեմբերի 3-րդ 10-օրյակում Սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք էր տեղափոխվել 4 մարդ, նրանցից 3-ի մոտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել էին Սիբիրյան խոցի հարուցիչներ։ Իսկ հոկտեմբերի առաջին կեսին 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներով Սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել էր 1 անձի մոտ։ Օրվա մյուս թեմաների մասին։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատախիզի զորամասում զինծառայողներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոփյանի եւ Ռազմիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատական նիստին ներկայացել են ամբաստանյալները, վերջինների շահերի պաշտպանը, տուժողի իրավահաջորդը եւ 3 պետմեղադրող։ Դատական նիստի ընթացքում պետմեղադրողները հայտարարել են, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը ենթարկվել է փոփոխության։ Նախորդ դատական նիստերի ընթացքում գործումներ գրաված պետմեղադրողները ըստ դատական նիստը վարող դատավորի բացակայում էին անհիմն պատճառներով, սակայն այս անգամ 3 պետմեղադրողն էլ ներկայացել էր։ Դատական նիստն էլ սկսվեց հենց նրանց խոսքերով։ Ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոփյանի եւ Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը վարում են առանձին պետմեղադրողներ։ Վերջիններիս որոշմամբ 3 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոխվել են։ Ըստ նախնական մեղադրանքի 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 20-ի սահմաններում ամբաստանյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոփյանը եւ Ռազմիկ Սարգսյանը դուրս են եկել Զորամասից։ Մատաղիս գյուղում գտնվող ջրանցքի հարևանությամբ տեղակայված կիսականց շինության մեջ կերել են Ռազմիկ Սարգսյանի ծնողների կողմից ուղարկված սնունդը, ապա վիճաբանության մեջ մտել նույն Զորամասում ծառայող Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի հետ։ Վեճը վերածվել է ծեծկրտուկի, ըստ մեղադրանքի դիտավորությամբ սպանվել են Հովսեփ Մկրտումյանն ու Ռոման Եղիազարյանը։ Նիստի ընթացքում պետմեղադրողը հանդես եկավ փոխված մեղադրանքով։ Սերոփյանը դիտավորությամբ ուժողներին մարմնական վնասվածքներ հասցնելով գիտակցել է, որ կատարում է գործողություններ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են, նախատեսել է ուժողների առողջության ծանր վնաս հասցնելու հնարավորությունը եւ գիտակցաբար թույլ է տվել նման վնասի առաջացումը, սակայն ուժողների մահվան վրա հասնելը չի մտել Սերոփյանի դիտավորության մեջ։ Նրա գործողությունները անզգուշությամբ
են առաջացրել Եղիազարյանի եւ Մկրտումյանի մահը։ Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Արայիկ Զալյանին եւ Ռազմիկ Սարգսյանին 112 հոդվածի 2-րդ մասի առաջին, 6-րդ եւ 14-րդ կետերի համաձայն։ Ռազմիկ Սարգսյանի դիտավորությամբ տուժողներին մամնական վնասվածքներ հասցնելով գիտակցել է, որ կատարում է գործողություններ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են, նախատեսել է տուժողների առողջության ծանր վնաս հասցնելու հնարավորությունը եւ գիտակցաբար թույլ է տվել նման վնասի առաջացումը, սակայն տուժողների մահվան վրա հասնելը չի մտել Ռազմիկ Սարգսյանի դիտավորության մեջ։ Նրա գործողությունները անզգուշությամբ առաջացրել են Եղիազարյանի եւ Մկրտումյանի մահը։ Ամբաստանյալների շահերի պաշտպանի դիտարկմամբ սա չի ենթադրում նոր դատավարություն։ Նոր փաստերով պաշտպանը եզրակացնում է, որ մոտակա օրերին հնարավոր է հրապարակվի վճիռը։ Դատաքննությունը պիտի վերսկսվի, եթե մեղադրանքը փոփոխվել է, դատաքննությունը պիտի վերսկսվի, բայց այդ բոլոր ապացույցները վերստին չեն հետազոտվելու, դատաքննությունը երկար չի տևելու եւ երևի հաջորդ դատական նիստին ամենայն հավանականությամբ նորից կանցնեն դատական վիճաբանություններին կողմերը։ Այսինքն երևի այս տարվա մինչև վերջ իմ կանխատեսումներով այս գործի առաջինացանի դատարանում ավարտը արդեն երևի կլինի։ Հայկ Ալումյանը նշեց նաև, որ պետմեղադրողների ներկայացրած նոր մեղադրանքը, այսինքն 112-րդ հոդվածի նշված կետերը ավելի են ծանրացնում ամբաստանյալների մեղքը։ Կիմա Աշատյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Նշենք, որ Մատախիսի զորամասում զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը հետաձգվել է, այն կկայանա դեկտեմբերի 6-ին։ Ժամանակ է տրամադրվել տուժողի իրավահաջորդին ճառին նախապատրաստվելու համար։ Այսօր գիշեր ժամը 4:50-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոփի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 51-ամյա Վոլոդիա Մ-ն դանակահարել է կնոջը 35-ամյա Դիանա Ն-ին։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 4:15-ի սահմաններում Վոլոդիա Մ-ն վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով եւ ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետ դիմել փախուստի։ Նույն օրն առավոտյան ժամը 7-ի սահմաններում Վոլոդիա Մ-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ խոստովանել կատարած է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Վոլոդիա Մ-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը հայտարարություն է ընդունել, որում դատապարտում է 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացված չլինելը։ Հայտարարության մեջ կոչ է արվում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարել իր պարտավորությունները։ Հանձնաժողովի հայտարարությունն ընդգծում է առանց նախապայմանների Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու եւ հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարեւորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը։ Փաստաթղթով դատապարտվում է նաև Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել Եվրամիության անդամ երկրի դատարանի կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին եւ նշվում է, որ այդ քայլը հակասում է միջազգային իրավունքին։ Ստամբուլի Ակոս շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերջերս դատախազ նշանակված Հիկմետ Ուսթանն արդեն պաշտոնանկ է արվել։ Ուսթանը կարծում էր, որ Դինքի սպանության հետևում կազմակերպություն կա կանգնած եւ վճռական էր այդ խնդիրը լուծելու հարցում։ Եթե դատավարության ընթացքում դատավորը շեշտել է, որ սպանության հետևում կազմակերպություն չկա, Հիկմետ Ուսթան պատասխանել էր. կազմակերպություն էլ կար, փաստեր էլ կային։ Դատախազը հավատացած է եղել, որ Տրապիզոնի Զիրվե հրատարակչատան ղեկավարների դեմ իրականացված սպանդը կապ ունի Դինքի սպանության հետ, ուստի այդ գործը իբրև փաստ ցանկացել է օգտագործել։ Այս ուսումնասիրություններում Հիկմետ Ուսթան նոր է սկսել հետազոտություններ իրականացնել, երբ դեկտեմբերի 2-ին անակնկալ կերպով հաղորդվել է, որ Թուրքիայի դատախազների եւ դատավորների բարձրագույն խորհրդի որոշմամբ Ուսթան հեռացվել է այդ գործից։ Թուրքիայի Ակկույու ատոմային էլեկտրակայանի կառուցումը լիովին պատրաստ է ֆինանսավորել Ռուսաստանը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Նրա խոսքով նախագծի ներդրումը կկազմի $20 միլիարդ, իսկ այդ միջոցների 25%-ը կուղղվի Թուրքիայում աշխատատեղերի ստեղծմանը։ Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ Թուրքիան հետաքրքրված է ծրագրի իրականացմամբ եւ արդեն ավելի քան 100 թուրք ուսանող Ռուսաստանում դասընթացների է մասնակցում ԱԵԿ-ում աշխատելու համար։
Ռոսատոմ ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն իր հերթին հայտարարել է, որ ատոմակայանի առաջին բլոկը պատրաստ կլինի 2019-ին, իսկ նախագիծն ամբողջությամբ կավարտվի 2022 թվականին։ Ռոսատոմն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարարություն են ստորագրել ԱԵԿ-ի նախագծի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության Վնուկովո օդանավակայանը փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Վնուկովոյից թռիչքներ իրականացնող ավիաընկերության ներկայացուցիչները Ինտերֆաքսին հայտնել են, որ ձյան առատ տեղումների պատճառով այսօր ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները, ներկայում թռիչքուղին մաքրվում է։ Իսկ Ստամբուլի ափերի մոտ բեռնակիր նավ է խորտակվել, ինչպես հաղորդում է Իտար-10 լրատվական կայքը, բեռնակիր նավը պատկանել է Ռուսաստանի Դաշնությանը։ Բեռնատար Բոլգո Բալտ 199-ում եղել է Ուկրաինայի 11 և Ռուսաստանի 1 քաղաքացի։ Նույն աղբյուրի հաղորդմամբ այս պահի դրությամբ փրկվել են ուղևորներից 3-ը, դեռևս անհայտ կորած է համարվում անձնակազմի 9 անդամ։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Հեռուստաընկերություններից մեկի տեղեկացմամբ ներկա պահին Ստամբուլում ուժեղ քամիների պատճառով ևս մեկ բեռնակիր նավ չի կարողանում խարիսկ գցել, իսկ ծովային բոլոր երթերը հետաձգվել են մեկ շաբաթով։ Ֆիլիպիններում սկսված հզոր թայֆունի պատճառով ավելի քան 40,000 մարդ է տեղահանվել տներից և բնակավայրերից։ Երկրի նախագահը հայտարարել է, որ մարդիկ զգուշանան և տեղափոխվեն ավելի ապահով վայրեր ավելի լուրջ վնասներից խուսափելու համար։ Տեղի օդանավակայաններում թռիչքները հետաձգվել են։ Օդերևութաբանները հայտնում են, որ թայֆունը մինչև ուրբաթ դեռևս կհեղեղի Ֆիլիպինները։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման անդրադարձել է Բաշար Ալ-Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին տարածված լուրերին։ Միջուկային զենքերի անվտանգությանը նվիրված սիմպոզիումի ժամանակ նա ասել է, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի է, իսկ նման քայլի դեպքում Սիրիան ողբերգական սխալ թույլ կտա և պատասխան կտա դրա համար։ Բարակ Օբաման նշել է, որ իրենք շարունակելու են օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, շարունակելու են բանակցությունները ընդդիմության հետ, ժողովրդի պահանջների կատարման ուղղությամբ։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ քիմիական զենքի ցանկացած տեսակի օգտագործումը կամ տարածումը Վաշինգտոնը դիտելու է որպես կարմիր գծի հատում։ Հիշեցնենք, դեռ 3 Ասադը տարածվող լուրերին ի պատասխան հայտարարել էր, որ քիմիական զենք իր ժողովրդի դեմ չի կիրառի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանում ամերիկյան անօդաչու սարք է որսացել, ըստ տարածված տեղեկատվության անօդաչու սարքը որսացել են Պարսից ծոցում, այն բանից հետո, երբ թռչող սարքը մտել է Իրանի օդային տարածք։ Նոյեմբերի 12-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ Իրանը կոշտ կարձագանքի Միացյալ Նահանգների անօդաչուների թռիչքներին Պարսից ծոցի տարածքում։ Պենտագոնի տվյալներով անօդաչուն Իրանը փորձել էր կործանել ռուսական արտադրության Սու-25 կործանիչներով, երբ թռչող սարքը Իրանի ափից 24 կիլոմետր հեռավորության վրա է եղել։ Եվ միջազգային լրահոսը ավարտենք Ճապոնիայում պաշտոնապես մեկնարկած խորհրդարանի ստորին պալատի նախընտրական քարոզարշավով։ 480 падգամավորից 300-ը ընտրվել են միամանդատ շրջաններով, իսկ 180-ը կուսակցական ցուցակներով։ 480 տեղի համար պայքարելու է շուրջ 1500 թեկնածու։ Հիմնական պայքարը ծավալվելու է ներկայիս իշխող ժողովրդավարական կուսակցության եւ ընդդիմադիր լիբերալ ժողովրդավարական կուսակցության միջև։ Սոցհարցումների համաձայն ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը։ Այս դեպքում նոր վարչապետը, որը կձևավորի կառավարությունը, կդառնա Սինձո Աբեն։ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը սահմանադրական առավելություն ունի խորհրդարանների պալատի առջև օրենքներ ընդունելու և վարչապետին նշանակելու ժամանակ։ Երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 16-ին։ Ընդամենը 7 ամիս է, ինչ Գյումրիում գործում է թայլանդական բռնցքամարդ մարզաձևը։ Հիմնադիր մարզիչն է երիտասարդ մասնագետ Հակոբ Պետոյանը։ Նա համապատասխան որակավորում է ստացել Երևանում, արդեն ունի 20 սան և նրանցից յուրաքանչյուրի հետ մեծ հույսեր է կապում։ Թայլանդական բռնցքամարդ կամ պարզապես Muay Thai, այսպիսին է նոր մարզաձևի անվանումը, նոր գոնե գյումրեցիների համար, քանի որ ընդամենը կես տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածի պատմություն ունի արևելյան այս մարտարվեստը մեր քաղաքում։ Մարզաձևում չկան գոտիներ ու դաներ, կան տեխնիկական արդյունքներ, որոնցով էլ որոշվում են հաղթողները։ Երիտասարդ մասնագետ Հակոբ Պետոյանը Muay Thai-ի հիմնադիր մարզիչն է մեր քաղաքում։ Համապատասխան որակավորում ստանալով մայրաքաղաքում նա իր փորձն է հաղորդում այսօր մատաղ սերնդին։
Տարբերություն ինքը ունի տարբերություն իր տրադիցիայով, որը նոր պարունակում է իր մեջ պար, ավանդական պարը, որի համար ստանում են իրանք մարզիկները երկու միավոր։ Նախքան մենամարդը, այսինքն երկու մարզիկների հաշվին գրանցվում է երկու միավոր։ 7 ամիսը մեծ ժամանակահատված չէ, սակայն արդեն 20 սաներից 5-ը նախապատրաստվում են Հայաստանի պաշտոնական առաջնության մրցումներին։ Այդ մարզիկներն են 41 կիլոգրամ քաշային Արթուր Մարտիրոսյանը, 52 կիլոգրամ քաշային Հովհաննես Նավասարդյանը, 56 կիլոգրամ քաշային Կարեն Սարգսյանը, 60 կիլոգրամ քաշային Ժորա Գրիգորյանն ու ամենածանր քաշը ներկապային ներկայացնող Համբարձում Գյոդլիկյանը 65 կիլոգրամ։ Դեկտեմբերի 8-ին մեկնարկելու են մրցումները, իսկ Հակոբ Պետոյանը վստահ է, որ Muay Thai-ը մեծ ապագա ունի Գյումրիում։ Մարզում արդեն 7 ամիս մենք գործում ենք մասնաճյուղը, ունենք արդյունք մեր Հովհաննես Նավասարդյանը, որը մասնաճյուղի ուժեղագույններին առաջնությանը գրավեց առաջին տեղը։ Ես իրենից գոհ եմ, բայց շատ աշխատանք է պետք մեզ համար իր հետ տանելու, որ ավելի բարձր արդյունքների հասնի նա։ Ամեն ինչ անելու ենք, ցանկացած մարզիկ, որ մարզիկը աշխատի, աշխատանք ցուցաբերի, աշխատասիրություն, այդ մարզիկին հասցնենք իր նպատակակետին։ Վերը նշված մարզիկներից ավելի փորձառու է Հովհաննես Նավասարդյանը։ Նա հասցրել է հաղթել Գեղարքունիքի բացառաշնությունում եւ պատրաստվում է իր հաջողությունը կրկնել Հայաստանի մակարդակով 52 կիլոգրամ քաշային կարգում։ Պարապում եմ այս մարտարվեստով 6 ամիս, մասնակցել եմ մեկ մրցման, որում էլ ճանաչվել եմ հաղթող։ Ամեն մի մարզաձև դժվարությամբ է հարթում իր ճանապարհը։ Հակոբ Պետոյանը դրել է այդ հիմքը։ Շատ կարևոր է առաջիկա հանրապետական ստուգատեսը։ Սակայն անկախ արդյունքներից քաղաքում արևելյան մարզաձևերի թիվն ավելացել է եւս մեկով, որը ուրախալի երևույթ է։ Սամվել Աղանյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Օրվա լրահոսից առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար առայժմ։